Unique Awards 2025 ազգային մրցանակաբաշխության մրցանակակիր է նաև Զարուհի Առաքելյանը։ Շատ չքնաղ տեսք ունեք, Զարուհի ջան, սկսենք դրանից եւ ինչպես եք։ Շնորհակալ եմ, շատ լավ, բարձր տրամադրությամբ, եկել եմ եւ իմ հիմ ընկերներիս էլ եմ կարոտել շատ, վաղուց չեմ տեսել, շատ բարձր է տրամադրությունս եւ կարծում եմ, որ երեկոն իրոք որ հաջողված կլինի, վստահ եմ դրանում, եթե կազմակերպել է արխաբլոկը։ Իհարկե, կասկած ընդհանրապես չունենք եւ որն է ձեր նոմինացիան, եթե տեղյակ եք։ Տեղյակ չեմ, որն է իմ նոմինացիան, որովհետև ես մտածում եմ, որ տարբեր նոմինացիաների հավակնորդ եմ, բայց գուցե գրքերի հեղինակ կամ երգահան, որովհետև անցած տարի 2024 թվականին ինձ նոմինացրել են տարբեր երկրներում եւ Գրանպրի են բերել Հայաստանի համար առաջի տեղ որպես երգահան, բայց այս դեպքում չգիտեմ, գուցե գրքերի հեղինակ, գուցե մոդել, գուցե դերասանուհի, չեմ կարող ասել, դա ինձ համար ինձ թվում է անակնկալ կլինի։ Գլխավորը, որ այդ ամեն ինչը միասին հասցնում եք անել, գուցե ոգեշնչման աղբյուր է մոդելինգը գիրք գրելու համար։ Չեմ կարող ասել հենց մոդելինգն է ոգեշնչման աղբյուրը, ես կարծում եմ, որ ոգեշնչման աղբյուրը այն մարդիկ են, որոնք որ միշտ ամենապայծառ եւ ամենադժվար օրերին քո կողքին են գտնվում եւ ոգեշնչում են քեզ հենց ստեղծագործելու։ Ես կարծում եմ, որ ոգեշնչման աղբյուրը հենց լավ եւ քեզ սիրող մարդիկ են։ Ես էլ շնորհակալ եմ արխաբլոկին, շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին եւ այն մարդկանց, ովքեր միշտ գտնվում են իմ կողքին եւ ոգևորում են ինձ։ Շնորհակալ եմ, որ ապրում եք ինձ հետ այս հուզիչ պահերը։